Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով փոդքասթն է, ձեզ հետ են Աղասի Ենոքյանը առայժմ Երևանից եւ Ռուբեն Մելիքյանը ինչպես միշտ Երևանից։ Բարև ձեզ սիրելի դիտողներ, շարունակում ենք ուրեմն մեր հաղորդաշարը եւ ինչպես միշտ քննարկելու ենք այս շաբաթվա առավել կարևոր թեմաները, թե քաղաքական, թե իրավական, տեսանկյուններից ու կարծես թե ամառ է, կարծես թե ամեն ինչ հանգիստ պետք է լինի, բայց շաբաթվա ընթացքում այսպես ստորջրյա շարժումներով ուրեմն բավականին լուրջ զարգացումներ եղան։ Ոչ միայն ստորջրյա է, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ու երրորդ հանրապետության համենայն դեպս չորրորդը չգիտեմ, այդտենց ինչ որ հռչակումներ եղան, չէ։ Օգոստոս ամսին այսքան նիստ երբեք տեղի չի ունեցել դե ֆակտո խորհրդարանում։ Ես նորից հիշեցնեմ, որ ես ինչքան առիթ լինի այս ուրեմն կառույցին անվանելու եմ դե ֆակտո խորհրդարան պարզ պատճառով, որովհետև առնվազն այն պատճառով, որ ափաշկյարա, կներեք ԿՊ-ական բառի համար, օրը ցերեկով Շեմը հաղթահարած քաղաքական ուժից ԲՀԿ-ից խլեցին 5 մանդատ, դրանով իսկ ստանձնելով խորհրդարանի 3/5-րդ։ Դե այս շաբաթ էլի շարունակվում էր ինչ որ խորհրդարանում պաշտոնների նշանակվելը, չէ՞, եւ տեսանք, որ ԿՊ-ն պարզապես խաբեց իր քաղաքակիրթ իր բարեվարկ գործընկերոջը, այսինքն գործընկերը տվեց իրեն հասանելի ձայները, ով տվեց։ Ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստանը։ Չէ, մի վայրկյան։ Նրանք ձայներ չեն տվել։ Իրանք իրան ձայները։ Իրանք իրան ձայները լրիվ բավարար է, Իսկ նրանք փաստորեն այն ձայները, որ պետքա տային ընդդիմությանը, այդ ձայները չտվեցին եւ փաստորեն մի պաշտոնի համար գնաց վերաքվեարկություն, չէ՞, ստացան ընդդիմադիրները այդ պաշտոնը, իսկ այն երկուսի տեղի համար չգնաց։ Մինչև այդ նաև ասենք, հիշեցնենք եւ բացատրենք ինչ իմաստներ խոսքը, խորհրդարանում 8 մշտական, չէ, 12 մշտական հանձնաժողով է ձևավորվել, որոնցից 4-ը ըստ օրենքի պետք է հասնի ընդդիմությանը, 8-ը ԿՊ-ին։ Այդ 4-ից 3-ը ուժեղ Հայաստանին, 1-ը Հայաստան խմբակցությանը։ Ինչ արեցին ԿՊ-ականները։ Որ քայլձիով արեցին իրականում։ Իրանք նախ ապահովեցին Հայաստան խմբակցության համար մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ընտրությունը եւ գիտեք դա իրականում լավ նշան չի։ Այդ նշանակում է իրանք մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի գործունեությունից որևէ վախ չունեն։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Տիկին Լիլիթ Գալստյանին, շատ լավ ճանաչում ենք, փորձառու քաղաքական գործիչ, բայց կարծում ենք, որ դա այլ բացատրություն չունի, քան այն, որ ԿՊ-ականները մտածում են, որ Լիլիթ Գալստյանը չի կարող լինել այսպես լիդեր մարդու իրավունքների ոլորտում տարբեր պատճառներով։ Հույս ունենք, որ կսխալվեն թեև ամեն դեպքում այդ մի հանձնաժողովին իրենք ձայներ ապահովեցին, իսկ ուժեղ Հայաստանի համար առաջադրված 3 տեխնացուներին համապատասխանաբար ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի համար, ուրեմն տարածքային կառավարման հանձնաժողովի համար, որտեղ Դավիթ Ղազինյանն էր, եւ Եվրոինտեգրման հանձնաժողովի համար, որտեղ Արեգան Հովսեփյանն էր, Արցախցի Արեգան, որին ես լավ ճանաչում եմ, դեռևս Արցախից արտգործնախարարությունում էր այնտեղ աշխատում, հետո տեղափոխվեց կարծեմ, այստեղ էր արտգործնախարարությունում աշխատում։ Նու 3-ից 2-ին շատ լավ ճանաչում եմ անձամբ ես։ Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեխնացուին անկեղծ ասած տեղը չբերեցի, ոնց որ չենք շփվել։ Եվ 3-ին էլ չընտրեցին։ Ինչ արեց ուժեղ Հայաստանը, չասենք ընդդիմությունը, որտեվ այստեղ Հայաստան ֆրակցիան իր հասանելիքը ստացավ, հենց ուժեղ Հայաստանը։ Ես ուզում եմ հիշեցնեմ նախորդ գումարման ազգային ժողովում Արտուր Ղազինյանի Ղոդիսականը, երբ որ մեկ այլ պաշտոնի համար անընդհատ ներկայացվում էր Արտուր Ղազինյանի տեխնացությունը, անընդհատ քվեարկվում էր դեմ։ Այս անգամ ուժեղ Հայաստանը կարծեք թե կոմպրոմիսի գնաց
եւ այլ տեխնազուներ ներկայացրեց։ Տես այս անգամ կարևոր բան կա։ Այս անգամ բարևար կա։ Բարևարքության շրջանակներում գնաց կոմպրոմիսի, ասես դե չի լինի, ուրեմն մի հատ էս մեկը փորձենք, դրանք կրկին փորձենք։ Բայց մի Նոր տեխնազուներ առաջացած, որոնցից մեկին արդեն ընտրեցին, դե չեմ սխալվում Լիաննա Մանուկյանը։ Հա, եթե հարգելի ուժեղ Հայաստանի տեխնազուները, ուրեմն պատգամավորները, թե ձեր անունները խառնեմ, կներեք, ցեզնից շատերին չեմ ճանաչում, ու որ ճանաչում եմ, չեմ բնականաբար խառնի։ Մյուս երկու տեխնացուները պետք է շարունակվի քննարկումը երկուշաբթի։ Չէ, իմաստեղ ամենահետաքրքիրը որն է, ուրեմն ԿՊ-ն հռչակել է, որ ուժեղ Հայաստանը պրո-ռուսական ուժ է, չէ՞։ Հա։ Անընդհատ այդ թեզն առաջ քաշվում։ Եվ ինչքան ես գիտեմ, հանձնաժողովները, թե որ հանձնաժողովը ում ատարվելու, դա կոնսենսուսով որոշվել է։ Չէ։ Հա։ Էդ էլ է հետաքրքիր կարգով։ Չէ, հիշում եմ երկուսը մեկը, հետո մեկը, չէ, ինչ որ տենց բան։ Հա, դա կոնսենսուս չի եղել։ Դա եղել է դրա անունը լաժը չգիտեմ ոնց, այսինքն 12-ը։ Anyway, այսինքն բոլորի համաձայնությունը եղել է, որ պետք է այս հանձնաժողովները։ Չէ։ Չէ։ Եթե տենց լիներ, օրինակ ԿՊ-ն կարծում եմ ինքը վստահ չեմ, որ ԿՊ-ն Եվրոինտեգրման հանձնաժողովը կթողներ։ Հա, բայց Եվրոինտեգրման առաջինը ԿՊ-ն է ընտրում։ Եվրոինտեգրացիան Առաջի երկուսը ընտրել է ԿՊ-ն, եւ ԿՊ-ն չի ընտրել Եվրոինտեգրացիայի հանձնաժողովը։ Հետո Երրորդը ընտրել է ուժեղ Հայաստանը, էլի չի ընտրել Եվրոինտեգրացիայի։ Հետո եւս երկու հատ է ընտրել ԿՊ-ն, էլի չի ընտրել։ Այսինքն, եթե իրանք հրճակել են իրancs համար Շատ լավ բան ես Եվրոինտեգրացիա ասում, պրիորիտետ, առաջինը, երկրորդը, երրորդը կամ չորրորդը չեն չեն ընտրել։ ընտրել։ Այսինքն իրանք ունեին 8 Հանձնաժողով։ հանձնաժողով եւ 4 հանձնաժողովները, առաջի 4-ը, որ իրանք ընտրել են, որևէ մեկը եվրոինտեգրացիան չի եղել։ Այսինքն ստացվում է, որ եվրոինտեգրացիան իրանք իրանք հանձնել են իրancs ասած պրոռուսական ուժին։ Դու կարող ես մտածում էին նրանք չեն ընտրելու իրանք վերստեն, բայց այնուհանդերձ փաստն այն է, որ իրանք առաջի 50%-ի մեջ չի այսպես ասած պրիորիտետների։ Այդ է։ Ես ուզում եմ այս ոնց որ դու լավ նշեցիր, այս դե ֆակտո խորհրդարանի մի հատ շատ հետաքրքիր պերֆորմանսի մասին խոսենք, որ շաբաթ եղավ։ Այդ ուրեմն խորհրդարանի փոխխոսնակ, հա, Վահագնի ուրեմն բաններ, նկատողությունների շարքներ, ուրեմն Ղազենյան Դավիթին։ Լսի, այնքան հետաքրքիր էր այդ, գիտես ոնց որ են երեխու ձեռը խաղալիք է տալիս, մի անգամից ուզում է այս խաղալիքով որ ասեց, ուրեմն նկատողություն հայտարարեց, հետո ես իրավունք ունեմ նկատողություն հայտարարել։ Հետո ձայնի իրավունքից զրկեց, հետո ասեց հանեք դահլիճից, բան ինչ որ sense բաներ, գիտես այդ հիշեցի բանը, որ Նիկոլի Ձեռելի տես խաղալիք էին տվել, օրինակ ԱԱՑ-ն ասեց գնացեք սատանա գտեք։ Հասկանում ես, այսինքն այս սրանք բոլորը ինչ որ Նիկոլիկներ են, էլի, բոլորի մոտ նույն հոգեբանությունն է նստած, որ պետությունը ասած է ես եմ, այն խաղալիք են գործիքը, որ իմ ձեռն է, ինչ ուզեմ կանեմ։ Ինչ կուզենամ կանեմ։ Ու դուք հայ ժողովուրդ պետք է ենթարկվեք դրան։ Կամ էլ գնացեք ոնց որ ասում է հեղափոխություն արեք։ Հայ ախպեր մեկը մեծ ծպտուն է հանում, բռնում տանում եք։ Հա։ Կամ էլ գնացեք նստածնա։ Սա իսկապես ցույց է տալիս արդեն այս խորհրդարանի դեմքը, որ սա շատ ավելի ապաքաղաքական։ Ես չէի կարող պատկերացնել, որ նախկին խորհրդարանից ավելի ապաքաղաքական ինչ-որ բան կարող է Հայաստանում ձևավորվի, հա։ Բայց հիմա տեսնում ենք, որ սա այդ իրավիճակի մեջ հանգել ու իհարկե բնականաբար այս խորհրդարանից որևէ Հայաստանի համար ուրեմն պոզիտիվ բան անհնար է սպասել։ Մանավանդ որ այնտեղ հիմա սկսվելու է քննարկվել չորրորդ հանրապետությունը Հայաստանի, որի ինքնին հակա սահմանադրական երևույթ կարելի է դիտարկել, իհարկե, որտեղ սահմանադրությամբ չորրորդ, երրորդ, ֆլան, ֆստան, այս ինչ բաներ են։ Ու սա իհարկե մանիպուլյատիվ էլեմենտ է իր մեջ պարունակում, ադրբեջանցիներին երևի թե ադրբեջանական պահանջները կամ ադրբեջանական ականջը շոյելու համար ինչ որ բան եւ կառավարության ծրագիր, որը որևէ իրեն հարգող իրավաբան չի կարող ուղղակի այս ծրագիրը համարի իրավաչափության, սահմանադրականության, օրինականության տիրույթում, այսինքն
դու կառավարության ծրագրում մտնում ես այն դաշտը, որտեղ ուղիղ սահմանադրությամբ արգելված է, կրոնական կազմակերպություններ, պետություն, հարաբերություններ, մտնում ես ուղիղ այդ դաշտը եւ ինչ որ բաներ ես, պահանջներ ես դնում, ասում ես պետքա վեհապար հանրապետին, որում ինչ որ փաստացի պետ բան ասենց ինչ որ տհաճ ձևակերպումներով։ Իդեպ 3 էր վեհապար հայրապետի ծննդյան օրը։ Շնորհավոր ենք։ Եկեք մենք նույնպես այսօր եւս շնորհավոր ենք վեհապար հայրապետին, անկեղծ ասած, ես մի քանի առիթ ունեցել եմ վեհապար հայրապետի հետ շփվել եւ այն որ դրական էներգիա ունեցող մարդկանց հետ է շփվում, տենց մեծ ջերմությամբ եմ վերաբերվում վեհապար հայրապետին արևշատություն մաղթենք։ Եվ վերադառնալով իհարկե այս ԿՊ-ական այս վակխանալային այդ իրենց ծրագրի հետ կապված, այնտեղ կար եւս մի դրույթ կապված բանի հետ, եկեղեցու հետ կապված հարցեր, հա, վերնագրի հետ, այսինքն 4 հանրապետություն գաղափարը, հա։ Մի հատ այդ քննարկենք։ Դու դա ոնց ես դիտարկում առհասարակ։ Դե փաստորեն Նիկոլը բացատրեց, ասեց այն ինչ որ եղել է այս երկրում, այսա ջնջանք նորից եք սկսում։ Այսա սխալ է եղել, ուրեմն դուք բոլորը Ղարաբաղյան շարժումով եք պատկերացնում այս երկիրը Ղարաբաղյան շարժումը չէ, այս երկիրը ես եմ։ Հիմա ես կասեմ ձեզ դա ոնց է։ Դա ուրեմն եկեղեցին պետականացվում է, եկեղեցին պետականացվում է, լավ ասացիր։ Էլ ինչ էր, տարածքները հանձնվում են, չգիտեմ, օրական 4 հատ ֆեստիվալ են կազմակերպում, ուտում եք, գնում եք պետքարան, գալիս եք, ուրախանում եք, խմում եք, թմրանյութերի թիվը տեսնում եք ինչքան է հասել, օքեյ, թող բան լինի, այդ իրանց խոսքերը չեն, բայց դրա հետևանքն է լինելու։ Հետո մի քիչ օրկեշները լավանում է բակերում իրար վրա կրակում եք, իսկ քննիչներ ոստիկաններ կարակարի վանեք, մենք էլ տենց հետո դրա փոխարեն կգնանք այն խեղճ բիզուկների կբռնենք, որ ուրեմն կանգնած ասենք շուկաների մոտ ընդհանրիկ ասում են եկեք ստեղ կանգնեք, եկեք։ Հա, մի քիչ աչարա, չէ, սա ուղղակի 4 հանրապետություն բրենդը, ես կարծում եմ պետք է անընդհատ դրա մասին խոսալ, սա ոչ թե 4 հանրապետության ծրագիրն է, այլ Հայաստանի էվթանազիայի ծրագիրն է։ Այսինքն էվթանազիան դա կենթանի վիճակում հերձելու մահվան, այսինքն դու ինքդ քո կամքով որ ստորագրում ես, գնում ես, դա Հայաստանի էվթանազիայի ծրագիր է։ Այն որ մարդը ասում է, չէ, այս սարքը անջատեք, ես գնացի։ Սա պետք է ճիշտ գնահատական տալ եւ մի հատ էլ տեսնենք ընդդիմությունը ինչ գնահատական է տալու այս ծրագրին։ Ես չգիտեմ, բայց ամեն դեպքում Նիկոլը իր բրիֆինգում երևի բանից ներկայացումից ակնհայտորեն հայտարարեց, որ ասենք Տիգրանաշենը հանձնվում Ադրբեջանին։ Ու այլևս Տիգրանաշեն տերմին էլ չի կիրառվում։ Քյարքի եւ այլ։ Հիմա հարց, երբևէ որևէ մեկս լսել է, որ օրինակ Ալիևը կամ որևէ մեկը իրանցից օրինակ ասեն Արցախաշենը դե հայկական է։ Ով է ասում ադրբեջանական է։ Այ քեզ բան։ Դե ինչ ասում է Ալիևը, ասում է, ասենք այդ անկլավները իմն է, ասում են հակումն է։ Արցախը հայկական չի եղել, հա չի եղել, հասկանում ես։ Այդ Զանգեզուրի միջանցքա, չէ, այդտեղ մի քիչ ինքը շփոթվում է, որտեղ իրանից ավելի ավտորիտետնի դասկա կա, Թրամփը այդ ասում է դի թրիփ է։ Թրիփն է։ Ահա, բայց նկատողություն էլ չի անում էլի, բանը չասենք Վահագն Ալեքսանյանն, Նիկոլ Փաշինյանը, Ալիև ջան, խես ասում էլի։ Դնում ես նախընտրական շրջանը, ինձ մոտ ծանր վիճակը, գոնե համի դարգի էլի ասել, բան Զանգեզուրի միջանցք չէ։ Այսինքն դա ինչ ասում է, ստեղ ուղղակի կատարում են։ Չեմ ասում թե կատարելուն դիմադրեն, հա, գոնե խոսքերով չեն դիմադրում։ Եվ ակնհայտորեն հիմա դու պատկերացրու, ասենք, այդ 4 անկլավները որ հանձնում, դու պատկերացրու ինչա դառնում Հայաստանի վիճակը։ Խոսքը չի գնում այն մասի, որ այդտեղ գալու են ադրբեջանցիներ բնակվել։ Սա երկրորդական է, խոսքը այն է, որ տեղադրվելու են ադրբեջանական զորքեր։ Այո։ Զորքեր, ճանապարհամուղի վերահսկողության տակ եւ այլ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ասում է, Մոնթե Մելքոնյանը սխալ է եղել, Վազգեն Սաքսյանը սխալ է եղել, Լեոնիդ Ազգալյանը սխալ է եղել, Ռոբերտ Աբաջյանը սխալ է եղել, բոլորը սխալ են եղել, ճիշտը ես եմ։ Ճիշտը ինքն է Ալիևը։ Հա, այսինքն Ալիևը, հա։ Հիմա այս սկզբունքով որ մենք նայում ենք, չէ, այս զարգացումներին, ես կարծում որ սա իրականանալու է։ Կարծում իրականանալու է, որտեղ ինքը ասում է, ուրեմն մենք հանձնելու ենք Տիգրանաշենը, իսկ ընդդիմությունը բարեվարկությամբ քննարկում է ինչը։ Ես ունեմ հույս, որ կամ ընդդիմությունը խելքը գլուխը կհավաքի իսկականից արդեն։
Կամ էլ մենք ունենալու ենք արտախորհրդարանական լուրջ հավատ ներշնչող ընդդիմադիր ուժ, որտեվ այ քեզ բան։ Շատ կաներեք извините за мой французский, էլի, ասենք, էս ինչ ձև է։ Գիտես մի հատ փոքր դետալ եմ ուզում նկատեմ, հա, ուրեմն արտաքին գործերի նախարարությունը ուզում է վերանվանվի արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարարություն։ Հասկանում ես, սա ուղղակի downgrade է բանի արտաքին գործերի նախարարություն, արտաքին գործերը դիվանագիտությունը, որ հիմնականում ասենք լրջագույն անվտանգության կոմպոնենտ է, հա, սա հիմա դառնում է ուղղակի բիզնես կառույց։ Հա։ Այս մոտեցումն է ուրեմն գնում, այս մոտեցումն է զարգանում ու մենք տեսնում ենք ուրեմն ես ճիշտ ասած չեմ տեսնում, ցավոք չեմ տեսնում, թե արտախորհրդարանական ինչպեսի ուժ հիմա կարող է ձևավորվի, վախեցած են առաջինը Նիկոլից, երկրորդ հետընտրական շոկի մեջ են։ Այդ շոկը հավերժ չի տևելու։ Կարող է անցած անգամ ոնց տևեց։ Չէ, անցած անգամ մի չէ։ Անցած տարի հիշի դիմադրության շարժումը ընդամենը մի տարի հետո ինչ եղավ։ Բայց եղավ դիմադրության շարժում, չէ։ Հետո ինչ եղավ։ Հետո դիմադրության շարժումը տապալեցին, ինչ եղավ։ Դե նույն սերերն է գնալ։ Չէ, այսինքն շարժում լինելու է ամեն դեպքում։ Հա շարժում կլինի, հա։ Շարժում կլինի կնստացնի։ Այս լոգիկայի մեջ է ինքը, այս լոգիկայի մեջ են նաև մյուսները եւ դրա համար այդ շարժումները չեն անում։ Իսկ որ խորհրդարանը դե ֆակտո խորհրդարանը կարողանա որպես քաղաքական հակակշիռ հանդես գալ, ես շատ համենայն դեպս մինչև հիմա նրա ուրեմն ընդդիմության խորհրդարանական ընդդիմության վարկագծից նման, ինչ ասեմ, բաներ չի զգացվում, էլի ակնարկել չի զգացվում, որ նրանք կարող են գնալ այդ մոտեցմանը։ Ընդ որում գիտես, ես լավ չեմ հասկանում, ասենք վերցնենք նրանց լիդերներին, հա, նստացրել են, ունեզրկել են, ամեն վատ բան արել են, բայց միևնույնն է, իրանք ուզում են մնալ բարեվարկության շրջանակներում։ Լավ, ես այս հարցերից խոսալուց միշտ այդ մտավախությունը ունեմ, որովհետև ոչ միայն ինձ մասնագետ չեմ համարում, այլև այս նիվսվայե տարելկի է ռուսերեն արտահայտությունը օգտագործում, չեմ պատկերացնում, էլի, լավ, ոնց է հնարավոր օրինակ այն ինչ որ կատարվում է։ Հա բայց կատարվում է, էլի, այտենց հակասություն կա, էլի, համաշկերը տեսնում են, որ ինչ որ բան իրականություն է, մյուս կողմից ուղեղը ասում է, որ այտենց բան չի կարող լինել, բայց հենա աշկերտ տեսնում են։ Բայց մի ոլորտ կա, որտեղից մի քիչ այնուհանդերձ գլուխ հանում եմ, ու այդ ոլորտի մասին ուզում եմ խոսեմ, որտեղ իմ կարծիքով ավտորիտարիզմի ձգտող ցանկացած պետությունում քաղաքականության ամենաազնիվ եւ արդար հատվածը դա ներողություն եմ խնդրում, որ sense ուղիղ եմ ասում, որտեղ ես այդ ոլորտի հետ կապ ունեմ, իրավապաշտպանությունն է։ Որտեղ ամեն ինչ պարզ է։ Որտեղ իսկապես կան հստակ նպատակներ, կա հստակություն։ Եվ երևի թե մեզնից անկախ մենք ամեն անգամ խոսում ենք բանտարկյալների եւ այլ քաղաքական հետապնդումների հարցերի մասին, այս շաբաթ էլ հետաքրքիր շաբաթ էր այդ առումով դրական ելևէջներով, օրինակ բառացիորեն 3 ազատ արձակվեց Ավետիք Չալաբյանը, դա իհարկե դրական է, որտեվ այնտեղ էլ լուրջ խնդիր կար, տես օրինակ մեզ իրավապաշտպաններից ամենաշատը այս պայն էսպես նեղում է եւ ցավ է պատճառում Արեքնազի դեպքը։ Հա։ Ոչ միայն կին, այլև երկար ժամանակ ամենախիստ պայմաններով, հա, շփում չեն տալի։ Նոր 3 իր փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ թույլատրվել է գոնե անչափահասի եւ ընտանիքի մերձավոր ազգականների հետ շփումը։ Բայց նույն խնդիրը նաեւ ուներ Ավետիքը Չալաբյանը։ Բայց իր ընտանիքի հետ էլ չէին թողնում շփվեն եւ ինքն էլ երեխաներ, անչափահասներ, այո, մենք կանանց մասին ենք մտածում առաջերտին ճիշտ ենք անում, բայց տղամարդիկ էլ երեխեքի հետ շփվելու անչափահաս հնարավորություն չունեն, դա շատ կներեք ոչ պակաս խնդրեմ է։ Եվ այս խնդիրը կար, բացի բանից։ Շարունակենք քաղաքմարտարկյալների եւ քաղաքական հալածանքների թեման, Արմեն Աշոտյանի գործը մտավ դատարան, երկրորդ գործը, եւ հիմա արդեն բաց կարելի է դրա մասին խոսել, մենք այն ժամանակ նախաքննչական գաղտնիք մախնիկ չկա։ Ես ուզում եմ կարճ անդրադառնալ այս հարցերին, ուրեմն մի քանի փաստ ընդհանրապես ասեմ։ Պատմությունը վերաբերում է Բրյուսովի համալսարանին, այն հանգամանքին, որ Բրյուսովի համալսարանը ժամանակին, երբ որ Արմեն Աշոտյանը նախարարի պաշտոններ զբաղեցնում, դու բարի նպատակներով իրականում, ես էլ եմ կրթական հաստատություն ղեկավարել, ես էլ եմ եղել
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր եւ ես լավ հասկանում եմ, որ ցանկացած ղեկավար իսկապես ցանկանում է իր աշխատողների այսպես աշխատավարձները բարձրացնի եւ այլն եւ նման ցանկություն ունենալով, հա, տեսնելով որ կողքի բուհերը աշխատավարձ են բարձրացնում եւ այլն, դա իմ ենթադրությունն է, որովհետեւ իսկապես այդ շրջանում մեր մոտ աշխատավարձներ են բարձրացել եւ այլն։ Բրյուսովի ռեկտորն էլ փորձում է ինչ որ հաշվարկ են անում, իրաց թվում է թե բյուջեն կհերիքի որ աշխատավարձ բարձրացնեն, պարզվում է որ չէ։ Ուսանողներն են պակասում, ինչ որ sense բաներ։ Հա։ Եվ պարտքա կուտակվում։ Նու մոտավորապես այտենց 200 միլիոն դրամի չափով։ Հիմա ինչ անի այդ մարդը։ Պարտքա կուտակվել։ Պարզա որ պիտի գնա նախարարի հետ խոսի, քննարկեն, լուծումներ գտնեն։ Քաղաքական իշխանությունը իրականացվում է քաղաքականություն։ Գնում են, խոսում են, նախարարը բնականաբար ինչ կանի, այտենց պատասխանատու նախարարը նախ օպերատիվ լուծում կգտնի։ Օպերատիվ լուծումը այն էր, որ կառավարության հաշվին տրամադրվում է 1 տարով վարկ, չեմ սխալվում, անտոկոս, որպեսզի այդ մի տարվա մեջ այդ հարցը լուծեն։ Հա, բայց այդ հարցը մնում է, ինչքան էլ ուզում է ինչ անեն, մի տարի լրանալու էր։ Ինչ որ միջոցների է դիմում ռեկտորը, աշխատավարձներ են կրճատում եւ այլն, բայց մեր համոզմամբ ուղղակի նա չէր հասցնի այդ 1 տարվա մեջ այդ հարցը լուծել եւ դրա համար քննարկման առարկա է դառնում ինչ որ անշարժ գույք վաճառելու հարց։ Հա։ Մի քանի տարբերակներից ընտրում են այն անշարժ գույքը, որը երբեք կրթական նպատակով չի օգտագործվել եւ մեծ հաշվով պիտանիել չէր եւ շենքից դուրս էր, այսինքն ուրիշ տեղ էր։ Էդ էլ մի գույք է, որը որ տրվել է իրաց ունեցած այդտեղ գույքի այդ պետական շահերի ոնց որ քանդել են, շենք են սարքել այդ շենքում, որը հենց այդ մոտավոր այդ արժեքի գույքա իրանից ներկայացնում եւ այդ գույքը վաճառում են ինչ որ մեկին եւ ամենակարևորը չի ներկայացվում փաստարկ, որ այդ գույքը ձեռք է բերվել, ասենք օրինակ ապօրինի միջոցներով։ Չի ներկայացվում փաստարկ, որ օրինակ կոնկրետ Արմեն Աշոտյանը կամ թեկուզ ռեկտորը կամ որևէ մեկը մի կոպեկ այդտեղից շահույթ է ունեցել։ Եվ այլն, եւ լիքը ուրիշ բաներ չի ներկայացվում։ Դու գիտես ինչ հոդված է դրած։ Փողերի լվացում։ Դա լրիվ նույնն է, որ օրինակ կներես մեկին սպանության համար մեղադրեն, այդ սպանվածի փրթենկա դատական նիստերի դալիճում նստի ասի այո ինձ սպանել են։ Ես իրավաբանությունից այդքան մոտ չեմ, բայց ես գիտեմ որ Հայաստանում երկու հոդված կա։ Մեկը ուրեմն փողերի լվացում, մյուսը ընտրակաշարք։ Ու Նիկոլն է որոշում, ասեք, ընդ որում լրիվ քաոտիկ։ Դու ընտրակաշարք, դու փողերի լվացում։ Մեր ընկերների գործերը մոռացար, ամեն երկրորդ բանը խուլիգանություն։ Խուլիգանությունը մոռացար։ Նարեկի հոդվածը, Վազգենի հոդվածը, բազմաթիվ այլ, չէ, խուլիգանությունն էլ է շատ քաղաքական հոդված դարել։ Խուլիգանաբար օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Դե իհարկե են ստանդարտ իրանց կողմից մտցված բռնության քարոզ մարոզ այդ հոդվածները։ Մի խոսքով չէ, հոդվածների շրջանում։ Հարի ավելացնենք, բայց որ այս շաբաթ փաստորեն եւս մի քաղաքական գործ եղավ։ Այո։ Չէ, Էդիկ Մինասյանը այո, լավ է դու ասացիր դրա մասին։ Որը ես երբ որ համալսարանում էինք բաններ, դեկաններ, պատմության ֆակուլտետի մակարծեմ ինքը չի։ Հայոց պատմության ամբյոնի վարիչն։ Հա, իմ ամբյոնի վարիչն է։ Չէ, ես այս դեպքի մասին ուզում եմ ավելի մանրամասն խոսել, որովհետև ես ուշադիր եղա քննչականի հաղորդագրությանը եւ շատ կարեւոր է որպեսզի մասնագիտական տեսանկյունից էլ ինչ փաստեր են ներկայացվումից բացի շատ կարեւոր է ինչ փաստեր չեն ներկայացվում։ Ինչ չի ներկայացվում։ Օրինակ, ես տեսա հաղորդագրությունը, որ ինչ որ մի երրորդ անձ, առերևույթ պրաստուշկա էր, ինչ որ մեկի հետ է խոսում, չնայած այդ մյուսի ձայնը չկա, եւ խոսում է ինչ որ գումար հանձնելու մասին ինչ որ մեկին։ Ենթադրաբար Էդիկ Մինասյանին։ Առաջին չի խոսվում նրա մասին, թե այս вообще ինչ պատմություն էր, այս մարդը ում հետ էր խոսում, ինչ էր անում եւ այլն։ Երկրորդ, Էդիկ Մինասյանի ոչ ձայնը կա, ոչ որևէ այլ հաստատում կա։ Այսինքն ստացվում է մեկը մեկի հետ խոսում է, հիմա շատ կաներես մեկը կարող է հեռախոսը այս բային վերցնի, զանգի ասի երեք Ռուբեն Մելիքյանին կամ Աղասի Ենոքյանին այսքան փող տվեցի, որ չգիտեմ ինչ որ մի բան անի մեր համար։ Ինչ դա նշանակում է կար մարդուն ձերբակալեն, կալանավորեն, այս անեն, այն անեն։ Փաստա որ պատմության հետ կապ չունեցող մարդա մաթեմատիկայի ֆակուլտետ եւ այլն։ Եթե այդ մարդիկ հաստատած լինեին, հավատացնում եմ քննչականը անպայման այդ կտար, որ հա դե մենք ենք եղել, տվել ենք եւ այլն։ Ուրեմն դա էլ չունեն։ Ակնհայտ է, այդ բացակայությունը դրա մասին է խոսում։
Բայց այդ մարդուն, վաստակաշատ մարդ, որը որ մտքան սերունդ է դաստիարակել, հայոց պատմության լրջագույն մասնագետ։ Ես ճիշտ ասած ուսումնասիրեցի այս վերջերս նաև շատ հետաքրքիր հոդվածներ էր գրում կանանց դերի հետ կապված։ Գիտես, այնպես լավ հայ հերոսական կանայք մեծ հայրենականում, բանում, sense ինչ որ հետաքրքիր հոդվածներ էր գրում, էլի այնպես։ Բլավ այդ մարդուն այդ փաստերը բավարար է, որ մեղադրանք առաջադրեք, տանեիք կալանավորման, տնային կալանքի տակ է։ Ուրեմն Աշճան փաստերը եղել են 0, որ դատարանը միանգամից տնային կալանք հատվել։ Քաղաքական գործերով բոլորս գիտենք, որ սովորաբար տնային կալանքը երկրորդ этаպն է, հա, էլի, մի առաջին этаպում տալիս են, ուրեմն պատկերացնես ինչ աստիճան ա եղել, որ ասել են այն բար դե լավ էլի չափուսաբան կամ ինչ։ ինչ ասճակ եղել որտե։ Ես մեծ հարգանք ունեմ պրոֆեսորի նկատմամբ, ասեմ ավելին, ուզում եմ բացահայտել, որ նաև շնորհակալություն եմ հայտնում սրանով, ես նաև բացահայտում եմ, որ ինչ որ կողմնակալություն ունեմ, որովհետև գրքիս ուրեմն մենագրությանս օրինակը հանձնել էի հայոց պատմության ամբիոն, Մխիթար Գոշի հետ կապված, որովհետև պատմական բաղադրիչ կա։ Քննարկել էին, ամբիոնում հավանություն էին տվել, երաշխավորել էին տպագրության, եւ առհասարակ Էձիկ Մինասյանը հայակենտրոն պատմագիտության, հայ պատմագիտության այն վերջին մնացած բաներից է, այսինքն իրական նպատակը կներես, ես այդքան չէի կապի իր եղբոր, այսինքն Արծվիկ Մինասյանի գործունեության հետ, որքան հայ պատմագիտությունից Էձիկ Մինասյանին հեռացնելուն, խայտարակելուն եւ նրա փոխարեն տեղ ազատելուն մարդկանց համար, որոնք որ ոչ թե հայակենտրոն, այլ երևի, չգիտեմ, երևի պայմանական եմ ասում, հանկարծ որևէ մեկի վիրավորանք չընդունի, բայց այլ տրամաբանություն չեմ տեսնում, թուրքակենտրոն, ադրբեջանակենտրոն կամ ընդհանրապես դատարկության վրա հիմնված մի խոսքով էլի։ Հայակենտրոնությունը ուզում եմ վերացնել։ Ես հիշեմ, գիտես, երևի մի 15 տարի առաջ էր, ինչքան հիշում իր նախաձեռնությամբ, ես դասավանդեցի մի քանի սեմեստր այնտեղ, հա, պատմության ֆակուլտետում։ Ինչ դասավանդեցի։ Շատ հետաքրքիր առարկա էր Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնախնդիրները։ Այսինքն ոչ թե պատմական տեսանկյունից, այլ քաղաքական անվտանգային տեսանկյունից եւ փաստորեն մարդը մոտեցում ուներ, որ պատմության ֆակուլտետում միայն պետք չի պատմությունից խոսել, այլև քաղաքականությունից։ Իհարկե։ Գիտես, արի ոնց որ թե մեր ժամանակը մոտենում ավարտին, արի խոսանք այս խայտարակ դեպքի մասին, այդ որ զինվորներ են ուրեմն վրաերթի ենթարկել, հա, փաստորեն զոհեր ունենք, անհեթեթություն, անընդհատ ուրեմն իրար հերքող հաղորդագրություններ են տարածվում, հա, ոչ մեկ չի հասկանում, թե այդ զինվորները ինչ էին անում գիշերվա կեսին ճանապարհի վրա, այսինքն զորամասից դուրս, դուրս, մարտական առաջադրանք էին ստացել, ինչ էին արել, ինչ գործ ունեն այդ երեխեքը։ Ինչ էին հատուկ հանդերձանք ունեցել, հետո ասում են չեն ունեցել հակագազեր, ինչ որ անհասկանալի բան։ Եվ չգիտեմ այս ամեն ինչը ուր է տանելը, որ բանակում զոհերի այս քանակը երբեք չի եղել։ Ասում են ադրբեջանցին էլ չի կրակում, բան չէ, բայց այն ժամանակին, այսինքն երբ որ մենք Արցախ ունենք, երբ որ մենք դիրքեր ունենք, ես չգիտեմ, մեգուցե կարելի է դնել հաշվել, հա, այդ սնայպերներից դիրքերի կորուստները երևի արդեն համեմատելի են հիմա խաղաղ պայմաններում զոհվող զինվորների։ Պետք է հետևողականություն դրսևորել, ես չգիտեմ դա ինչքանով է հնարավոր լինելու, որովհետև երբ որ պաշտպանության նախարարությունը ղեկավարում է մի մարդ, որը հանցագործ է, պաշտոնապես հանցագործ է։ Ընդորում ոնց որ թե զինվորական հանցագործ։ Այդ զինվորական հանցագործ է, հրամանատարին դանակահարող մարդը, որը դատավճռի է ենթարկվել, օրինական ուժի մեջ է մտել, պատիժ է կրել։ Եթե մարդը հանցագործ է, հանցագործի ղեկավարած կառույցը կարող է հանցագործություններ բացահայտել, ես մի քիչ կասկածում եմ։ Այսինքն, եթե մենք ունենք այսպիսի պաշտպանության նախարար, այլ ոչ մի Ադրբեջանի բանակ պետք չի, որ մեր բանակը թուլանա կամ ոչնչացվի, հա, այս նախարարի ձեռքով իսկ դա կգնա։ Ցավալի է շատ իրականում, որովհետև ամեն դեպքում մենք գործ ունենք մի նախարարության հետ, որի նկատմամբ մենք ուզած ունենք այսպես դժվար է էլի տենց անգամ քննադատելը, որտեվ մեր անվտանգությունը ապահովող այդ զինվոր ենք տեսնում, այսինքն, բայց այդ է փաստը։ Մենակ այն փաստը, որ պաշտպանության նախարար ժամանակին նշանակվել է զինվորական հանցագործության
կատարելու համար հանցագործություն կատարած մարդ, այդ այլ դրանից էլ ավել էլ բան պետք չի ասել։ Դրա համար էլ իրարամերժ բաներ են անում էլի տենց կամ մեղքը ընդունեն կամ խոսքով տենց չի լինում ուղղակի։ Լավ, ինչ ասենք։ Այս ծանր նոտայով ստիպված ավարտենք հաղորդումը եւ հայտնենք, որ մենք շարունակելու ենք այս մեր ռեժիմով մեր աշխատանքը, քանի դեռ պարոն Ենոքյանը գտնվում է Երևանում, կհանդիպենք մյուս կիրակի ցես ծանոթ ժամին, Երևանի ժամանակով 20:00, Ամերիկայի արևմտյան ափի ժամանակով ժամը 9 AM 9 AM Ստեսություն։ Ստեսություն։